Մենք գտնվում ենք Գլաձոր գյուղում Վայոց ձորի մարզ։ Եվ այստեղ մեզ բերել է մի մարդ, ով ավաղ ֆիզիկապես այս պահին մեզ հետ չի։ Հիմա այս կճուճները պատմություն ունեն, հա, բայց փառք Աստծո նրա ստեղծագործական կյանքը եւ ստեղծագործությունները միշտ լինելու են մեզ հետ։ Դա ջուր չի, գինի է։ Վան Եղյանը մեծն քանդակագործ, նկարիչ եւ գրող է եղել։ Ոնց հասկանում եմ, երկու տեսակի գիրք եք տպել, հա։ Նրա գրությունները նրա մահից երկար տարիներ անց ստացել են շունչ, կյանք, գրքի տեսք։ Գումարը ուշացրել են քանդակագործի։ Ընկերներ, նայեք, այս երեխայի մասին է խոսքը։ Հրավիրել էր մեր լավ մասնագետ, պատմագետ, պատմաբան Նորիկ Մկրտչյանը, ու մտնենք ծանոթանանք Վան Եղյանի ստեղծագործության հետ։ Հիմա մենք գնում ենք հյուրընկալվենք նրան։ Հիմա ինչ կտեսնենք, այդ իր գործերի չնչին մասն է։ Եվ նրա միջոցով ծանոթանանք Վան Եղյանի հետ։ Տեսեք, սա գինի է իջնում այստեղից, ընկերներ, հիմա խոսելու եւ նկարահանելու տեսանյութ։ Եկեք մեզ հետ գնանք մեր պարոն Նորիկ Մկրտչյանը ամեն ինչը գեղեցիկ կներկայացնի։ Մենք փորձում ենք նրան նորից շունչ տալ։ Այս նկարը նկարելուց հետո 2 տարի հետո ես ծնվել եմ։ Ուսումա կին է, մյուսը տղա։ Բայց ինչն է, կյանքի ծաղիկը։ Տեսեք, Վանի կերտած կիսանդրիներից, հա։ Ընկերներ, մենք հասանք Վան Եղյանի ստեղծագործություններից մեկին, հազարավորներից մեկին։ Հուշարձանի վրա քանդակված են բոլոր այն նահատակված գլաձորցիների անունները, հայրանունը, ովքեր գնացին հայրենական մեծ պատերազմ, Եվ հենց այստեղ է, որ պետք է ասենք, Վան Եղյանը մեծացել է առանց հայրիկ։